Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույցն է։ Այսօրվա մեր հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։ Բարև ձեզ, Տիկին Ստեփանյան, շնորհակալ եմ շատ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Ստեփանյան, ի՞նչն եք համարում ձեր քաղաքական թիմի ուժի ամենակարևոր ձեռքբերումը այս փուլում։ Վերջին 5 տարիների ընթացքում նկատի ունեք։ Այո։ Վերջին 5 տարիների ընթացքում մենք ոչ միայն բազմաթիվ մարտահրավերներ կարող ենք չեզոքացնել, այլ նաև ունենք շատ կոնկրետ ձեռքբերումներ, դրանք կարող ենք բաժանել երկու մասի, գլոբալ առումով եւ ավելի ոլորտային առումներով, բնականաբար գլոբալ առումով միանշանակ առանցքայինը խաղաղությունն է, խաղաղության հաստատումն է եւ խաղաղության օրակարգի սպասարկումն է, բոլոր այն փոփոխություններն են, բոլոր այն խոսույթն է, ամբողջական մեր վերաբերմունքն է խաղաղությանը եւ խաղաղության ամբողջական եւ լիարժեք հաստատմանը եւ բնականաբար արդեն երկրի ներսում տարբեր ոլորտային բարեփոխումներն են, ռազմավարություններն են, արդեն շոշափելի ձեռքբերումներն են, որոնք բնականաբար ոչ միայն մեզ հնարավորություն են տալիս պարզ ճակատով խոսել քաղաքացիների հետ, այլ նաեւ վստահորեն ասել, որ մենք մեծ մասով կարողացել ենք 21-26 թվականի կառավարության ծրագրով մեր վրա վերցրած հանձնառությունները իրականացնեն եւ ելի ենք գնում վստահության քվե խնդրելու ժողովրդից, որովհետեւ խնդիրներ կան, որ ավարտին չենք հարցրել տարբեր հանգամանքներով պայմանավորված, խնդիրներ կան, որ խաղաղության օրակարգով պայմանավորված բոլորովին նոր ելակետից պետք է սկսեն եւ այլն։ Իսկ ո՞րն է այն փոփոխությունը, որը արդեն տեսանելի է մարդկանց համար։ Նորից կշեշտեմ խաղաղությունը, տեսեք ինչու ենք անդադ խոսում խաղաղությունից, որովհետև դրանով պայմանավորված կարող է երկրի ներսում հսկայական զարգացում տեղի ունենալ կամ ընդհակառակը երկիրը գտնվի ստատիկ վիճակում, շատ հեռու գնալ պետք չէ, վերջին 30 քանի տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը միշտ գտնվել է սողացող պատերազմի մեջ, որոնք ուղեկցվել են էսկալացիաներով, որոնք ուղեկցվել են այդպես սիտուացիոն հարձակումներով կամ խնդիրներով եւ բնականաբար երբ որ դու ունես ամենահրաշալի ռազմավարությունները, երբ որ դու ունես ամենահրաշալի քաղաքականությունները, ամենաէֆեկտիվ ոլորտային փոփոխությունները, ռեֆորմները, դրանք հետին պլան են մղվում, երբ որ սահմանին ունես կրակոտ, երբ որ հերթական զոհերի մասին է խոսում, երբ որ հերթական վիրավորների մասին է խոսում, թե մարդկային, թե տարածքային կորուստների մասին է խոսում, կարծես երկրի կյանքը կանգ է առնում եւ բոլորի ուշադրությունը արդեն ուղղվում է դեպի պետական սահման։ Իսկ երբ որ դու քայլեր ես ձեռնարկում խաղաղության համար, այսինքն եթե ժողովրդական խոսքով ասենք աչքդ կտրվում է սահմաններից, արդեն դու կարողանում ես ամբողջական ուշադրությունը ցևեռել երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներին, բնականաբար այստեղ շահում են բոլորը հասարակական համակարգի բոլոր ոլորտների ժամանակ կարողանում ենք ինչպես հարկն է ուշադրություն դարձնել, ինչքան պետք է ռեսուրս տրամադրել, ընդ որում ռեսուրսը միայն նյութական նկատի չունեմ, նկատի ունեմ նաև մարդկային կադրերը, մարդկային ռեսուրսները, որոնք օրինակ դարձյալ պատերազմական իրավիճակով պայմանավորված բազմաթիվ ուղեղների եւ մարդկանց հոսք է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունից, իսկ հիմա վիճակագրական կոմիտեի տվյալներով վերջին 1 տարվա ընթացքում մենք փաստորեն արդեն ներգաղթ ունենք եւ ոչ միայն մեր քաղաքականության, հատկապես կրթական, պաշտպանական եւ առողջապահական ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում մենք կարողացել ենք ոչ միայն կանգնեցնել արտագաղթը, այլ նաեւ հասնել նրան, որ ներգաղթ է տեղի ունեցել։ Սա կարծում եմ հրաշալի ցուցանիշ է ոչ միայն մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից, ժողովրդագրության տեսանկյունից, այլ նաև այն մասին է, որ մենք ճիշտ ենք առաջ տանում մեր քաղաքականությունները։ Եվ բնականաբար այսօր արդեն շատ տարածված առողջապահության համակարգի մասին կարող ենք խոսել, երբ որ օրինակ մեզ անդադ մեղադրում էին, որ առողջապահական ծախսերը շատ են եւ շատ ծառայություններ անհասանելի են հասարակության տարբեր խավերի համար։ Հիմա հենց այդ խավերի համար ամեն ինչ անվճար է։ Եվ ոչ միայն այս խավերի համար մենք խոսում էինք, որ երբ կա պատերազմական իրավիճակ եւ երկրի ամբողջ ռեսուրսը պետական բյուջեն բաժանվում է եւ առյուծի բաժինը գնում է պաշտպանական հարցերով հիմնականում, ինչու ոչ նաեւ նախկինում հարձակողական ծախսերի մասին, հիմա ասում ենք, որ Հայաստանը ունի միայն պաշտպանական զենքերի անհրաժեշտություն եւ այն գումարները, որ մենք սովորաբար հատկացրել ենք պատերազմական իրավիճակների ընթացքը սպասարկելու համար, պատերազմական իրավիճակներից հետո այդ ծախսերը կապված հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների
հետ, ցավոք պետք է նշենք նաև զոհերի ընտանիքներին ցկյանս ինչ որ ծառայություններ անվճար տալու համար հիմա մենք այս ամբողջ ռեսուրսները դնում ենք բարեփոխումների մեջ, որովհետև այն իրականությունը, որ այսօր կա, մեզ հնարավորություն է տալիս բյուջեն ոչ թե հավասար կիսել կամ մեծ մասը ուղարկել պաշտպանական գոտի, մյուսը պարզապես հատկացնել ոլորտներին, որով պայմանավորված են մեր ցածր կենսաթոշակները, որով պայմանավորված են հաշմանդամության նպաստները, պայմանավորված են նվազագույն աշխատավարձները ընդհանուր առմամբ, այլ հիմա մենք կարողանում ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այսպես հավասարապես բաշխել բոլոր ոլորտներում, դրա համար տեսանելի են։ Այսօր մենք պարզ ճակատով ասում ենք, որ մենք հսկայական գումարներ ենք ներդրել գիտության եւ կրթության ասպարեզում։ Այսօր ունենք շատ բարձր վարձատրվող ուսուցիչներ, ունենք շատ բարձր վարձատրվող դասախոսներ, գիտնականներ, ունենք առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նվազագույն ապահովագրական այդ զամբյուղը առաջին անգամ գերազանցել է մեր կենսաթոշակը։ Մենք դրել ենք հետվճարի մեխանիզմը, մենք ավելի դյուրին ենք դարձնում բարձրագույն կրթությունում պետական աջակցությամբ սովորելու հնարավորությունը, առողջապահությունն է մոտ եկել, չկա նման մարզ, չկա այնպես հեռավոր գյուղ, որտեղ որ մենք մի շարք, ոչ թե մի ծրագիր ենք իրականացնում, այլ մի շարք ծրագրեր ենք իրականացնում։ Դրանք կապված են եկեղեցաշինության հետ, պետության պահպանության տակ գտնվող կարևոր պատմական հուշարձանների հետ։ Մենք փողոցներ ենք բարեկարգում, մենք դպրոցներ ենք կառուցում երբեմն նույնիսկ զրոյից, այսինքն խաղաղությունը, երբ որ ասում են սա ամբողջական խաղաղություն չէ, դեռևս չենք կարող խոսել, որ խաղաղությունը ամբողջապես եկել եւ այսպես ամրապնդվել է, բայց ես ուզում եմ նշել, որ անգամ այս վիճակում խաղաղության պտուղները մենք կարողանում ենք խաղալ հենց միայն ռեսուրսների ճիշտ բաշխման արդյունքում։ Կարելի է ուղղակի երևակայել, թե ինչ կլինի երբ որ մենք ամբողջապես կարողանանք հասնել նախաստորագրած փաստաթղթերին, արդեն ստորագրած փաստաթղթերի արդյունքում, ես կարծում եմ, որ այն ամենը, ինչ Հայաստանի տարբեր իշխանություններ կամ տարբեր մարդիկ միշտ երազել են, որ Հայաստանը ունենա, որպես բարեկեցիկ երկիր, որպես զարգացող երկիր, մենք դա կկարողանանք ունենալ, այսինքն, այսպես ասեմ, խաղաղությունը ուղիղ հավասար է զարգացող Հայաստանին։ Եթե չկա խաղաղություն, մենք դարձյալ ընկնելու ենք այն պատմության փոսի մեջ եւ սիտուացիոն լուծումներ ենք ուղղակի առաջարկելու, իսկ դա բնականաբար զարգացում չէ։ Տիկին Ստեփանյան, իսկ մարզային այցերից ինչ տպավորություն եք ստանում, շփվելով քաղաքացիների հետ, ինչ եզրակացությունների եք հանգում։ Տեսեք, մարզային այցելությունները շատ կարևոր են, բայց ասել, որ միայն այս փուլում ենք մենք մարզային այցելություններ անում, այդքան էլ ճիշտ չէ։ Բնականաբար վարչապետը այս առումով չեմպիոն է, որովհետև ամեն շաբաթ կիրակի կամ ամեն հնարավոր պահին վարչապետին կարելի է տեսնել ինչ որ մի մարզում կամ ինչ որ մի գյուղական համայնքում, որտեղ ոչ միայն առիթ է փնտրում վարչապետը քաղաքացիների հետ խոսելու, հետ հետադարձ կապը ապահովելու համար, այլ նաև գնում եւ ծանոթանում է կատարված եւ կատարվող աշխատանքներին, իդեպ սրանցով պայմանավորված երբեմն նաև աղմկահարույց պաշտոնանկություններ են տեղի ունենում, այսինքն չհաշված այն խնդիրներին, որոնք արտաքին ճակատում կան եւ ուղիղ գտնվում են վարչապետի ուշադրության կենտրոնում, պատճառ չէ, որ վարչապետը աչքաթողանի, օրինակ, տարբեր մարզերում իրականացվող ծրագրերը, քանի որ հենց նա է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում անգամ հեռավոր գյուղում դպրոցում սովորող աշակերտը չպիտի տարբերություն ունենա այն ծառայությունների եւ այն ծառայությունների մատուցման որակի, որը որ ունի Երևան քաղաքի, այո, կենտրոնում սովորող ուսանողը, այս տեսանկյունից ուշադրությունը հավասարաչափ բաշխված է։ Բնականաբար քաղաքացիները, երբ որ արդեն տեսնում են իրականացված աշխատանքներ, կանգ չեն առնում եւ եթե նախկինում ասում էին գոնե մանկապարտեզ լինի, գոնե ճանապարհը բարեկարգվի, գոնե դպրոցը ջեռուցվի կամ գոնե, չգիտեմ, եթե թաղամասը շենքերի կտուրները կամ վերելակները, հիմա նրանք բոլորովին այլ խնդիրներ են առաջ քաշում, այսինքն սա նշանակում է, որ մեր քաղաքացիների վերաբերմունքը, մեր քաղաքացիների պահանջը այլևս ավելի է բարձրացել, իսկ սա միայն կատարված աշխատանքների արդյունքում է, այսինքն կան կատարված աշխատանքներ եւ կառավարությունը կամք ունի տարբեր ծրագրեր իրականացնել մարզերում, բնականաբար սա քաղաքացիներին դրդում է ել ավելի մեծ պահանջներով հանդես գալ եւ այսօր օրինակ կարելի է տեսնել, որ շատ մարդիկ այդ կենցաղային խնդիրները ռոռոկման ջուր կամ, չգիտեմ, ճանապարհներից հետո արդեն ասում են մեր համայնքի մշակույթի տունը բարենորոգված չի եւ օրինակ տեսնում են կողքի համայնքում մշակութային կյանքը եռում է եւ մենք ուզում ենք, որ մեզ մոտ էլ լինի կամ օրինակ սպորտ դպրոց ինչու չկա մեզ մոտ, սրանք բոլորը կարևոր ցուցիչներ են ոչ միայն հասարակության
քաղաքացիական կարիքների, ակնկալիքների տեսանկյունից, այլ նաև նրանց մտածողության փոփոխության տեսանկյունից։ Մարդիկ այլևս չեն բավարարվում միայն կենցաղային պահանջներ ներկայացնելով կառավարությանը։ Մարդիկ մի աստիճան վերև են բարձրացել, հա որ Մասլոուի բուրգը նայենք, մարդիկ այդ առաջին կետից բարձրացել են, որ սնունդի ապահովության հարցերը կան, նրանք ավելի ուրիշ հարցերի են ձգտում եւ սա հրաշալի է, սա հասարակության մտածողության եւ հասարակության ընդհանուր առմամբ որակի մեծ փոփոխություն է։ Իսկ իշխանության առաջ քաշած այդ խաղաղության թեզը ինչպես է ընկալվում հանրության կողմից։ Տարբեր կերպ է ընկալվում, իդեպ շատ հետաքրքիր է, որ քաղաքացիները, նրանք ովքեր գտնվում են ավելի մոտ Ադրբեջանին կամ ավելի մոտ Թուրքիային, շատ ավելի ամուր են խոսում խաղաղության մասին եւ շատ ավելի կոնկրետ են խոսում, հստակ ասում են, որ կա խաղաղություն, բայց օրինակ վերջին անգամ Սյունիքի մարզում, Կապանում եւ օրինակ էլի որոշ համայնքներում կրակոցի ձայներ լսել են, երբ տեղի էր ունենում շատ ակտիվ ռազմական գործողություններ Իրան-Ամերիկա էսկալացիայի շրջանակներում, դրանից առաջ եւ դրանից հետո չեն լսվեց հայներ եւ այնտեղ շատ լավ են խոսում խաղաղության մասին, այսինքն խաղաղությունը կարծես թե նյութականացել է եւ մարդիկ դա զգում են իրենց ամբողջ օրվա, բայց մի քիչ ավելի այս կողմ հետաքրքիր զուգադիպությամբ, որտեղ միշտ չի եղել այդպես ուղիղ վտանգ կամ համայնքները չեն գտնվել ուղիղ նշանառության տակ կամ կրակահերթի ձայները իրենցից շատ հեռու են եղել, այստեղ մի քիչ կասկածանքով են վերաբերվում խաղաղությանը, բայց երկու դեպքում էլ ես կարծում եմ շատ օրինաչափ է, որտեղ երբ որ մարդ 30 տարի կամ 35 տարի շարունակաբար գտնվում է նույն միջավայրում, նույն մթնոլորտում, այստեղ մենք ոչ միայն մտածողության փոփոխության մասին պիտի խոսենք, այլ նաև հոգեվիճակի եւ հոգեբանության, որտեղ միշտ կա այդ վախը, որ բավոր նորից սկսի, դրա համար մենք խոսում ենք նաև ինստիտուցիոնալ, ենթակառուցվածքային խաղաղության մասին, այսինքն ինչքան մենք կապերը խաղաղության հետ տնտեսական, կրթական, չգիտեմ, տարբեր քաղաքական կարողանանք կապել, այնքան խաղաղությունը ավելի ինստիտուցիոնալ կլինի եւ ենթակառուցվածքային, ասածից ուղիղ ապացույցը, տեսեք, երբ որ երկրաշարժ է լինում որևէ երկրում կամ մեր 88 թվականի երկրաշարժ, չգիտեմ, դուք այդ ժամանակ ծնված եք, եղել եք, թե ոչ, երբ որ երկրաշարժը եղավ, այդ աղետաբեր երկրաշարժը բնականաբար հետ ցնցումներ տեղի ունեցան, հետո հանդարտվեց, բայց մարդիկ երկար ժամանակ չէին կարողանում հետ գնալ եւ այդ որոշումը չէին կարողանում ընդունել, գնալ իրենց բնակարաններ կամ որևէ փակ ծածկ ունեցող տարածք, նրանք նախընտրում էին դրսում գիշերել, հա մի քիչ էլ ցուրտ լինի, մի քիչ էլ անհարմար լինի, որտեղ այդ վախը երկար ժամանակ իրենց ուղեկցում էր։ Նույնը կարող եմ ասել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասին, երբ որ այդ տեղահանումը բռնի տեղի ունեցավ եւ մենք կենտրոններում էինք, ուղղորդում էինք քաղաքացիներին, դե անընդհատ կապը կար մարզպետների հետ եւ փորձում էինք հասկանալ մարդիկ կեսը տուն էր ուզում գնել, մյուսը ժամանակավոր կացարան էր ուզում, մյուսը ընդհանրապես հյուրատուներ փնտրում եւ այլն, մարդկանց հարցերի մեջ կար, երբ որ այդքան էլ լավ չէին ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, երբ օրինակ այս կամ այն համայնքն էինք ասում Երևանից մի քիչ հեռու կամ մի քիչ ավելի շատ հեռու, ասում էին, իսկ որ Աստվածչանի հարցակում լինի, մենք ինչքան ժամանակում կհասնենք Երևան։ Այսինքն սա հոգեբանություն է, որ դեռևս երկար ժամանակ ուղեկցի մեզ, բայց յուրաքանչյուր անցնող օր էլ ավելի կամրապնդի, որ այդ մտայնությունը, այդ վերաբերմունքը թե խաղաղության նկատմամբ, թե մարդկանց վերաբերմունքի նկատմամբ, որ այո, մի օր կարող է նաև Հայաստանի Հանրապետությունը ապրել խաղաղ, այնպես ինչպես նախորդ 2 տարիներին։ Տիկին Ստեփանյան, իշխանությունը հաճախ ասում է, որ ընդդիմությունը կառուցողական չէ, Հայաստանում ընդդիմություն չկա, ինչու են այդպես կարծում։ Այո, սա փաստ է եւ ուզում եմ նշել, որ երկրի զարգացման տեսանկյունից, քաղաքականությունները մշակելու տեսանկյունից, որքան կարեւոր է իշխանությունը, այդքան կարեւոր է ընդդիմությունը, բայց նշեմ, որ լեգիտիմ իշխանությունների մասին է խոսքը, մարդկանց մոտ իշխանության եւ ընդդիմության մասին պատկերացումները դարձյալ թյուր են, որովհետեւ եւ մինչ 2018 թիվը ցավոք մենք չենք ունեցել լեգիտիմ իշխանություններ եւ ես բառացիորեն 3 մեր քաղաքական գործիչներից մեկի հարցազրույցն էի դիտում, ով ասաց, որ 18 թվականին լինելով պատգամավոր նա
փորձել է հետաքննություն անցկացնել բնականաբար լիազորությունների շրջանակներում հասկանալու համար, թե օրինակ վերջին 10 տարիների ընթացքում ինչ աստիճանի են կեղծվել ընտրությունները, որտեղ մենք միշտ իմացել ենք, որ ընտրությունները կեղծվում են կամ կարծես խնդիր կա ընտրակաշարքի եւ այլն, բայց այդպես թվերով չգիտեինք եւ ասաց, որ 2017 թվականին շուրջ 200,000 ընտրակվեով քվեաթերթիկով կեղծվել են ընտրությունները եւ սրանով պայմանավորված դարձյալ հոգեբանությունից, այդ սոցիալ հոգեբանությունից ելնելով մարդիկ քիչ են վստահում իշխանությանը։ Մենք նաև այս խնդիրն ենք ընթացքում լուծում, որ այո, կարելի է լինել իշխանություն, բայց մնալ հասանելի, մնալ ժողովրդավար եւ շարունակել ծառայել այդ ժողովրդին։ Ինչու ընդդիմություն չկա, որովհետեւ ընդդիմությունը տարբեր ժամանակահատվածներում 18-ից հետո ընդդիմությունը նրանց ամբողջ քաղաքական գործունեությունը, քաղաքականը կդնեմ ճակերտների մեջ, ուղղված է միայն իրենց որոշ անդամների կամ ուղիղ իրենց ղեկավարների նախորդ տարիների ընթացքում թալանածը կողոնը պահելու նպատակով, տեսեք, Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը բնականաբար անցնում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով եւ այս հարցով պատասխանող կողմ է։ Հայաստան դաշինքի ամբողջ 5 տարիների գործունեությունը ուղղված է եղել իրենց առաջնորդի թալանածը պահելուն եւ դրա ուղիղ ապացույցն է Սահմանադրական դատարան նրանց ներկայացրած հայտը, որով ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը նրանք վիճարկում էին դրա սահմանադրական լինելու կամ չլինելու հատվածը եւ համարյա 10 ամիս 11 ամիս հետո Սահմանադրական դատարանը կարողացավ նրանց պատասխանել սրանով պայմանավորված ահագին հետ էր ընկել կարծես թե գործընթացները։ Հիմա նրանք մեզ մեղադրում են, ասում են թե ասում եք կողոն կա, ինչու եք այսքան դանդաղ վերադարձնում, չեն ասում չկա կամ չենք թալանել, ասում են բա ինչու եք այդքան դանդաղ վերադարձնում, սա երեսպաշտության մի ուրիշ մակարդակ է, որ ունեն մեր ընդդիմությունը, մյուս ընդդիմությունը, մյուս թևը, որ ձևավորվել է բոլորովին վերջերս, դարձյալ խոշոր կապիտալիստ է, դարձյալ ունի բազմաթիվ բիզնեսներ եւ նրանց քաղաքական գործունեությունն էլ միտված է իրենց ունեցվածքը պաշտպանելուն ու այսպես տարբեր եւ միայն իմ քաղաքական թիմի ղեկավարն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ երկրի զարգացման, երկրի ժողովրդավարության, երկրի խաղաղության համար կարծես զոհասեղանին է դրել, հա, իր ամբողջ կյանքը, ինչ որ չափով նաև իր ընտանիքի կյանքը եւ իր ամբողջ կարիերան։ Մյուս բոլոր դեպքերում խոշոր խաղացողների մասին է խոսքը, ես ավելի քիչ հայտնի քաղաքական ուժերի մասին չեմ խոսում, դա հանրապետականների թևն է, դա Բարգավաճ Հայաստանն է, դա Դաշնակցությունն է արդեն Ռոբերտ Քոչարյանի թիմ որպես եւ Ուժեղ Հայաստանն է, որը կարծես հանգրվան լինի բոլոր իմ կողմից ասված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նրանցից յուրաքանչյուրը խնդիր ունի պաշտպանելու այն, ինչ իրենն է։ Եվ նրանց քաղաքական գործունեությունը աղերսվում է Հայաստանի Հանրապետության զարգացման հետ եւ մասնավորապես ժողովրդավարության հետ, քաղաքացիների շահերի պաշտպանության հետ, որքան օրինակ ես կապ ունեմ քվանտային ֆիզիկայի հետ։ Եվ դա շատ պարզ է եւ շատ տեսանելի է, որովհետեւ մենք որ ասում են 8 տարվա իշխանություն եք ինչ եք արել, նախ 8 տարվա իշխանություն ենք, բայց ես կառանձնացնեմ 20, 21, 22 եւ 23 թվականները, որտեղ մենք միայն փորձել ենք չեզոքացնել կամ պայքարել կամ լուծել տարբեր ողբերգական եւ աղետալի իրավիճակների հետևանքները կամ այդ հետևանքով առաջացած խնդիրները եւ ես ընդամենը 2-3 տարի կառանձնացնեմ 2019 թվականը եւ 2024 ու 25 թվականները, որ կարող եմ ասել հարաբերականորեն խաղաղ էին, իսկ դա էլ մեր կառավարության ջանքերի շնորհիվ էին, որ հարաբերականորեն խաղաղ էին։ Եթե մենք շարունակեինք այն գիծը, որը տարել են նախկին իշխանությունները, մենք դարձյալ այդ շրջափուլից դուրս չէինք գա։ Տիկին Ստեփանյան, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ցուցակներում կարծես նույն մարդիկ են, որոնց մասին վարչապետն էլ ասաց, կարծես բոլորին խառնել են եւ բաժանել տարբեր ցուցակներում։ Ինչպես կգնահատեք սա, ինչու չեն ցանկանում թարմ դեմքերով մասնակցել, ինչից են խուսափում ըստ ձեզ։ Դե սա իմ ասացի դարձյալ ուղիղ ապացույցն է, որ տարբեր կերպով, տարբեր ցուցակներով, հա, կարծես ծխածածկույթով քողարկված, նրանք միևնույն է, նույն մարդիկ են, ինչպես վարչապետն է նշում, եռագլուխ հրեշ են, բայց 4 գլխի մասին էլ ես կցանկանամ չեմ մոռանանք, 4 գլուխը մենք այստեղ չենք տեսնում միայն այն պատճառով, որովհետև հանրապետական կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչ
Ռուսաստանում հանդիպելով ռուս գործընկերների հետ բավականին այսպես ամուր լալահառաջ տեքստ ուներ դիմում էր ռուս գործընկերներին ու մոտավորապես ասելով այն ինչ ուժեղ Հայաստանի առաջին համարը թե եկեք մեզ տեր եղեք, որովհետև մեր շահերը ուղիղ համընկնում են ձեր շահերի հետ եւ այստեղ մենք Հայաստանում ինչքան ուժեղ լինենք, այնքան դուք եք այստեղ ուժեղ լինելու եւ բնականաբար հակառակը եւ երբ որ Ռուսաստանի Դաշնությունը այդպես էլ ակցենտը չդրեց հանրապետական կուսակցության վրա, նոր իրենք հայտարարեցին թե իբր չեն մասնակցում, անուղակի կմասնակցեն, դե անուղակի մասնակցություններ հետագա գործընթացները ցույց տվեցին, որ հետեւյալ կերպ էին։ Առաջին նրանք իրենց վրա են վերցրել ընտարակաշարք բաժանելու այդ տխրահարճակ գործը, որովհետև հանրապետականները անմրցելի են այդ հարցում, նրանք 10-15 տարիների ընթացքում կարողացել են շատ բարձր նշաձող ապահովել ընտրակաշարք բաժանելու գործում, բնականաբար դա նրանց է վստահվել, դա ես չեմ ասում, դա ասում է քննչականի կողմից տարածված ձայնագրությունները, որտեղ իրենց նույնիսկ որակումներ են տալու 1.5 մանեթանոց հանրապետականներ։ Մյուս դեպքերում խոսքը դարձյալ այս 3-ի մասին են, ընդհանուր առմամբ նույնիսկ ծիծաղ է առաջացնում, էլի, տենց Հայաստանում տևական ժամանակ անեկդոտներ չեն պատմում, քիչ են պատմում, որովհետև քաղաքական դաշտը լցված է այսպես զավեշտալի իրադարձություններով, 1-2 օրինակ բերենք, գոյությունն է ինչ-որ մի քաղաքական կուսակցություն, որի առաջին համարը, օրինակ, Անդրանիկ Թևանյանը Հայաստան դաշինքով պատգամավոր էր, հիմա Անդրանիկ Թևանյանը գնացել է Տապանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի մոտ երկրորդ համարն է, այսօր հենց հիմա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում Հայաստան դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը կարծես թե որոշակի առումով դարձ էր եկել դաշնակցության մոտ, հիմա նորից հետագնում իր հայրական տուն, որովհետև տարիներ առաջ Բարգավաճ Հայաստան կուսակցության քվոտայով էր նա դարձյալ պատգամավոր։ Հիմա այն օրը շատ լեգիտիմ հարց հնչեց, օրինակ ասեցին, որ պետք է վաղը մյուս օրը ընտրենք վարչապետ, Աստված մի արած, իշխանությունները պարտվել են եւ պետք է ընդդիմությունը օրինակ ներկայացնի վարչապետի թեկնածու։ Հիմա եթե Ռոբերտ Քոչյանը լինի այդ վարչապետի թեկնածուն, Էլինար Վարդյանը ինչպես է քվեարկելու։ Էլինար Վարդյանը հիմա Դաշնակցության ֆրակցիայով պատգամավոր է, գնալու է, արդեն գնացել է Բարգավաճ Հայաստանի ցուցակ, Բարգավաճ Հայաստանի ղեկավարը ասում է մենք չենք հայտարարում ովքեր են լինելու մեր վարչապետի թեկնածուները, բայց այնտեղ հո մի հատ չի վարչապետի թեկնածու։ Այո, ասում են 3-ից 4 վարչապետի թեկնածուներ, 15 վարչապետի, այո, թեկնածուներ ունենք, դե մեկնումեկին կընտրենք։ Հիմա հարց է առաջանում։ Էլինար Վարդյանը, որ հենց հիմա Ռոբերտ Քոչյանի ղեկավարվող Ռոբերտ Քոչյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի ներկայացուցիչ է, որ գնա դառնա Գագիկ Ծառուկյանի թիմի պատգամավոր։ Գագիկ Ծառուկյանն է իր ձայնը տալու, թե Ռոբերտ Քոչյանի։ Կարծիք կա, որ ԲՀԿ-ն ուժեղ Հայաստանն ու Սամվել Կարապետյանի թիմը այնպես են ուզում անեն, որ Ռոբերտ Քոչարյանին նշանակեն վարչապետ, բայց դրա մասին չեն բարձրաձայնում։ Միանշանակ դրա մասին բարձրաձայնել պետք չի, Մարտ Արարածը օժտված է բանականությամբ եւ տրամաբանությամբ, եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ այլ օրենքներով Սամվել Կարապետյանը ուղղակի չի կարող դառնալ վարչապետի թեկնածու, պարզապես չի կարող նա ներգրավել իրենց ցուցակում, անգամ դպրոցի տնօրեն չի կարող դառնալ Սամվել Կարապետյանը։ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի ուզում դառնալ վարչապետ, որովհետեւ ինքը իր բիզնեսները ունի, ինքը իրեն մի քիչ այլ ոլորտում է տեսնում, այն քաղաքական հետագիծը ըստ Գագիկ Ծառուկյանի, որ ինքը ունեցել է նախորդ տարիներին, բավարար է Հայաստանի պատմության մեջ մնալու համար, հավանաբար նրանք նկատի ունեն նաև 2008 թվականի մարտի 1-ի տխրահարճակ քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու հարցը, չգիտեմ, այստեղ մնում է միայն Ռոբերտ Քոչյանը, դե Ռոբերտ Քոչյանն էլ բնականաբար հասկանում է ինչ պիտի անի, դրա համար Ռոբերտ Քոչյանի կողքին ուղիղ կանգնած տարբեր ներկայացուցիչներ, դա կլինի Ռոբերտ Քոչյանի անձնական փաստաբանը երկար տարիներ, դա կլինի Ռոբերտ Քոչյանի լրատվական դաշտը ղեկավարող տարբեր ներկայացուցիչներ, այժմ համապատասխանաբար գործուղված են եւ Ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան, որպեսզի Ռոբերտ Քոչյանը կարողանա տոտալ վերահսկողության տակ պահի նաեւ այս երկու քաղաքական ուժերին եւ ի վերջո նրանք հասնեն նրան, ինչին
բնականաբար ուղղված է նրանց այսպես ասած քաղաքական գործունեություն։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ինչու է ցանկանում դառնալ իշխանություն։ Մենք տեսնում ենք Ռոբերտ Քոչարյանի մտքերը, Ռոբերտ Քոչարյանի իրար հակասող եւ Հայաստանի Հանրապետության շահին հակասող տարբեր խոսույթներ եւ այդ խոսույթից առանձնացված տարբեր արտահայտություններ, որոնք ամբողջանում են Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ խոսքի տակ. ես այս ամենին նայում եմ Ռուսաստանի աչքերով։ Այսինքն նա Հայաստանի Հանրապետության հետ իրեն չի ասոցացնում, հայ ժողովրդի հետ իրեն չի ասոցացնում, բնականաբար ստանձնելով երկրի կառավարումը, նա չի սպասարկելու Հայաստանի Հանրապետության շահերը, Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգը եւ չի ծառայելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նախ նրա նախորդ տարիների ողբերգական աղետալի տխուր հիշողությունները բոլորիս մոտ շատ թարմ են, Հայաստանի Հանրապետությունը որպես պետականություն, թե նա ինչ աստիճանի հետ է գցել զարգացումներից, մեր պետականության գլխատման 2-3 փորձ տեղի է ունեցել հենց նրա իշխանության օրոք, մարտի 1 ենք տեսել, մենք հոկտեմբերի 27 ենք տեսել, դրանք ոչ թե ընդդիմության դեմ ցույցեր էին կամ ընդդիմությանը կոշտ ցրելու միջոցներ էին, այլ դրանք Հայաստանի Հանրապետության պետությունը գլխատելու փորձեր էին փառք Աստծո, որ փորձեր էին։ Ի վերջո Վազգեն Սարգսյանի մահով միայն Վազգեն Սարգսյանի ընտանիքը չէր, որ մեծ կորուստ կրեց նաև Հայաստանի Հանրապետության որոշակի քաղաքական ուղղվածությունը եւ Հայաստանի քաղաքական զարգացումը առհասարակ եւ միջազգային ասպարեզում նրա հեղինակությունը որպես պետություն։ Եվ այս առումով կարծում եմ շատ խելք պետք չէ հասկանալու համար ինչ է տեղի ունենալու։ Եվ էլի տարբեր օրինակներ կարող ենք ասել Վարդևանյան Արամի մասին, մենք կարող ենք օրինակ բերել օրինակ Մարտուն Գրիգորյանի մասին, որ այսօր պատիվ ունեմ դաշինքով, որը նույն հանրապետական կուսակցությունն է, գտնվում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, իբր պատգամավոր է, թե նա պատգամավորական գործունեությունը ինչպես է սկսվում եւ ինչպես է ավարտվում, կարող ենք տեսնել Գյումրու սցենարով, որ երթում էր ուտում, երթվում էր, թե մեր մեջ այրում կա, մենք երբեք չենք նպաստելու Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուն, բայց երբ որ ավելի վերև կանգնած տերերը ասեցին տղա ջան, դու ոչ մեկ ես կարծիք արտահայտելու համար, գնա եւ միացիր Վարդան Ղուկասյանի եւ քվեարկիր Վարդան Ղուկասյանի օգտին, բնականաբար գնացին եւ իրականացրեցին։ Այսօր էլ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ այլևս անթաքույց ասում են, որ իրենք գնում են Գյումրի 2 սցենարով, բայց ես կուզեմ այստեղ 2 եզրակացություն մենք անենք։ Գյումրի 1-ը Վարդանիկ Ղուկասյանն էր, ըստ էության Ռոբերտ Քոչարյանը ձգտում է նմանվել Վարդանիկ Ղուկասյանին, այսինքն ընդդիմության Վարդանիկ Ղուկասյանն էլ ինքն է, եւ երկրորդ Գյումրին ինչ շահեց Վարդանիկ Ղուկասյանից, որ հիմա նաեւ Հայաստանի Հանրապետությունը պիտի շահի Ռոբերտ Քոչարյանից։ Իսկ Սամվել Կարապետյանի դեպքում կա մտավախություն, որ խոշոր կապիտալը կարող է ազդել քաղաքական որոշումների վրա, քանի որ նրա հիմնական կապիտալը դրսում է ու այսպես ասած իր որոշումները կախված են լինելու Ռուսաստանից։ Տեսեք 2018 թվականից հետո հեղափոխությունից հետո մենք մտածում էինք, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս փակված է ընտրակաշառքների էջը, այլևս փակված է սպառնալիքի տակ մարդկանց ընտրություններ ներողություն եմ խնդրում այս ձևակերպման համար քշելու փորձերը եւ փակված են վախեցնելու մարդկանց, որպեսզի նրանք գնան եւ ընտրեն այս կամ այն տեխնացուին։ Հետաքրքիր զուգադիպությամբ նախորդ բոլոր տարիներին մինչև 2018 թիվը ընդդիմությունը պայքարում էր ընտրակաշառք բաժանողների դեմ։ 2016-17 թվականների ընդդիմությունը, որ այսօր իշխանությունն է, դարձյալ պայքարում է ընտրակաշառք բաժանողների դեմ, որոնք նույն իշխանություններն էին 16-17 թվականին։ Տեսեք, սրանով է նաև մեր տարբերությունը ընդդիմության հետ կապված։ Խոշոր կապիտալը չեմ կարծում, որ ինչ որ խնդիրներ կարողանա լուծել, այդ իրենք էին այդպես կարծում, որովհետև նրանցից որևէ մեկը չի պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ Հայաստանի Հանրապետությունում մարմինները եւ ինստիտուտները աշխատում են։ Սրանով պայմանավորված իրենք օրինակ տարբեր մարդկանց հանձնարարել են, որ քեշ գումարներով, այն էլ հսկայական, մի 2 ժամով մարդիկ գան Հայաստան հետ գնան, գումարները հանձնեն այնտեղ, որտեղ պիտի հանձնեն եւ գնան։ Մարդկանց տարբեր խոստումներ են տվել, մարդկանց աշխատանք են խոստացել, մարդկանց իրենց ընտրության դիմաց խոստացել են հյուրանոցի ամենալավ համարները մի շաբաթվա համար, տարբեր խոստումներ ունենք եւ մենք դարձյալ քննչականի տարածած հաղորդագրություններից տեսնում ենք, որ մարդիկ այնքան են կարևորում իրենց քաղաքացի լինելը, այնքան են կարևորում իրենց ձայնը,
որ սա իհարկե ցավով եմ համեմատություն բերում, որ 2016 թվականին, 15 թվականին կամ 17 թվականին մարդկանց ձայնը կարողանում էին գնել 10,000 դրամով կամ 5,000 դրամով, կապված տասնապետների, հարյուրապետների, այսպես գործունեությունից, բայց հիմա մարդիկ ասում են, որ եթե իմ ձայնը կարող է բան փոխել, օրինակ ինչու ոչ ես 200,000 դրամի դիմաց օրինակ կգնամ կանեմ, հիմի մեր ամբողջ չասեմ հույսը, բայց մեր ամբողջ ակցենտը նախ ընտրակաշառքը մերժող քաղաքացին է, որը բացարձակ մեծամասնություն է կազմում մեր հասարակության մեջ, իսկ եթե կգտնվեն մարդիկ կապված իրենց սոցիալական խնդիրներով, կապված տարբեր կապերով այս քաղաքական իշխանությունների կամ տվյալ մարդկանց հետ, գուցե վերցնեն այդ գումարները, ցավոք ոչ բոլորի հետքերով կարող ենք մենք գնալ, բայց աչքալուրջ ենք եւ բոլորովին վերջերս Վարդնոց օդանավակայանում հսկայական քեշ գումարով Հայաստան մտած քաղաքացին, այդ քաղաքացիներ, որին մենք կարողացել ենք կանգնեցնել եւ հասկանալ ինչ որ միտեղից էս process-ների ակունքը որտեղից է գալիս եւ եւս էլի տարբեր մարդիկ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում են հայտնվել, ովքեր օրինակ 10 տարի կամ ավելի կամ մի քիչ ավելի քիչ Հայաստանի Հանրապետությունում չեն եղել եւ հսկայական գումարներով գալիս են ու ասում են դե եկել ենք տուն առնենք գնանք։ Այս բոլորը բնականաբար մեր ուշադրության կենտրոնում են, մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանում եւ ոչ միայն Ռուսաստանում ապրող մեր քաղաքացիները տեսնելով վերջին տարիների փոփոխությունները ցանկություն են հայտնում Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույք ունենալ, բայց մենք ուշադիր կլինենք, որ այդ գումարները իրոք անշարժ գույքի համար ծախսվեն, այլ ոչ թե գնան այս կամ այն քաղաքական գործչի ընտրաշաբը սպասարկելու եւ ֆինանսապես մարդկանց շահագրգռելու համար։ Առիթից օգտվելով ես դարձյալ կոչ եմ անում մեր հայրենակիցներին չվաճառել իրենց, որովհետեւ իրենք վաճառելով իրենց ձայնը նախ օգնելու են ոչ հայամետ քաղաքական ուժերին հայտնվելու թեկուզ ընդդիմության կարգավիճակով ազգային ժողովում եւ երկրորդ մենք բազմաթիվ ենք ասեցալ, խնդրում ենք մի վաճառեք ձեր ձայնը, որովհետեւ դուք վաճառում եք ձեր երեխաների ապագան։ Իսկ հետո այսինքն այսօր որոշվելու է իրենց երեխաների ապագան, թե ինչպիսի Հայաստանում են ապրելու այս մարդիկ եւ այդ կենցաղային խնդիրները լուծելու համար բնականաբար կան սոցիալական ծառայություններ, կան սոցիալական կառույցներ, մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, եթե Հայաստանի Հանրապետությունում կան դեռ այդպիսի մարդիկ, որ օրական խնդրի հարց ունեն, հացի խնդիր ունեն լուծելու, բնականաբար կխնդրեն, որ դիմեն իրենց միասնական սոցիալական ծառայություններին, իսկ գումար առաջարկելու դեպքում անպայման դիմեն իրավապահ համակարգի ներկայացուցիչներին կամ իրենց պատգամավորներին, որովհետև սա վտանգավոր խաղ է եւ մենք չենք պատրաստվում մի քանի հոգու կմահաճույքը կամ կապրիզը իրականացնենք այն իմաստով, որ իրենց ունեցվածքներին տեր կանգնելու առաջիկայի մեծ նպատակով իրենք Հայաստանի Հանրապետությունը գրավ դնեն։ Սա մենք թույլ չենք տալու, մենք հստակ հասկանում ենք այս մարդկանց ծրագրերը, Հայաստանի Հանրապետությունը անշարժ գույք չէ, որ գրավ դնեն այլ պետությունում եւ իրենք շարունակեն իրենց բիզնեսները։ Հայաստանի Հանրապետությունը մեր երկիրն է, ամբողջ աշխարհի Հայաստանի հայրենիքն է եւ մենք ցանկանում ենք այս երկիրը գրավիչ դարձնել բոլորի համար։ Շնորհակալ եմ շատ Տիկին Ստեփանյան։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։